Գոթայի ծրագրի քննադատություն Կարլ Մարքս 1875 թվականին նախապատմություն Գոթայի ծրագրի քննադատությունը Մարքսի կողմից գրված փաստաթուղթ է, որտեղ քննադատվում էր Գերմանիայի աշխատավորների միացյալ կուսակցության ծրագրի նախագիծը։ Այս գործի մեջ Մարքսը անդրադառնում է պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարին, կապիտալիզմից կոմունիզմ անցման ժամանակաշրջանին, կոմունիստական հասարակության երկու փուլերին, հասարակական բարիքների արտադրության եւ բաշխման խնդիրներին, պրոլետարական ինտերնացիոնալիզմին եւ աշխատավոր դասի կուսակցության դերին։ Բենինը հետագայում գրել է. Մարքսի բացատրության մեծ նշանակությունն այն է, որ այստեղ ես նա հետևողականորեն կիրառում է մատերիալիստական դիալեկտիկան, զարգացման տեսությունը, եւ կոմունիզմը դիտում է որպես մի բան, որ ծագում է հենց կապիտալիզմից։ Փոխանակ դպրոցականորեն հորինված սահմանումների կամ պտուտվող վիճաբանությունների, ինչ է սոցիալիզմը, ինչ է կոմունիզմը, Մարքսը տալիս է այն, ինչ կարելի է անվանել կոմունիզմի տնտեսական հասունացման փուլերի վերլուծություն։ Գենինի երկերի հավաքածու 25-րդ հատոր էջ 471։ Էնգելսը գրել է նախաբան, երբ այս փաստաթուղթը առաջին անգամ հրատարակվեց 1891 թվականին։ Գոթայի ծրագրի քննադատության հետ միասին Էնգելսը հրատարակեց նաև Մարքսի նամակը Բրաքեին, որը ուղղակիորեն կապված էր այս գործի հետ։ Նախաբան. այս ծրագրի տպագրված տարբերակը, ինչպես Բրաքեին ուղղված ծածկագիր նամակը, այնպես էլ նախագծային ծրագրի քննությունը, ուղարկվել է 1875 թվականին, հենց Գոթայի միության կոնգրեսից առաջ, Բրաքեի միջոցով փոխանցելու համար Գայբին, Աուդերին, Բեբելին, Մեկ և Լիբկնեխտին և հետագա վերադարձը Մարքսին։ Կանի, որ Հալլեի կուսակցական կոնգրեսը քննարկման համար ներառել է Գոթայի ծրագրի հարցը, կարծում եմ ես մեղավոր կլինեմ գաղտնի պահելու մեջ, եթե այլևս հանրայնությունից չհրապարակեմ այս կարևոր, գուցե ամենակարևոր փաստաթուղթը, որն առնչվում է այդ քննարկմանը։ Բայց ձեռագիրը ունի նաև ավելի լայն նշանակություն։ Այստեղ առաջին անգամ Մարքսի դիրքորոշումը Քասսալի կողմից սկզբից ընդունված գիծը վերաբերվող հարցերում հստակ եւ հաստատված ձևով ներկայացվում է։ Ինչպես Ասսալի տնտեսական սկզբունքների, այնպես էլ նրա տակտիկայի առումով։ Այստեղ նախագծային ծրագրի կտրուկ քննության, արդյունքների անվրեպ ներկայացման եւ նախագծի թերությունների բացահայտման եղանակը այսօր 15 տարի անց այլևս որևէ դժգոհություն չի հարուցում։ Լասսալականները հիմա գոյություն ունեն միայն արտերկրում, առանձին ավերակների նման, իսկ Հալլեում Գոթայի ծրագիրը հանձնարարվել է նույնիսկ իր հեղինակների կողմից, որպես ամբողջությամբ անհարմար։ Այնուամենայնիվ, ես թողել եմ մի քանի կտրուկ անձնական արտահայտություններ եւ գնահատականներ, որոնք անկարևոր էին, եւ դրանք փոխարինել տակնիշներով։ Մարքսը ինքն էլ կաներ նույնը, եթե ձեռագիրը այսօր հրապարակեր։ Որոշ հատվածներում լեզվի ուժգնությունը պայմանավորված էր երկու հանգամանքով։ Առաջին հերթին Մարքսը եւ ես ավելի մտերմորեն կապված էինք գերմանական շարժման հետ, քան որևէ այլի հետ, ուստի մեզ համար հատկապես անհանգստացնող էր այն հստակ հետագա քայլը, որն արտացոլված էր նախագծային ծրագրում։ Երկրորդ, մենք այդ ժամանակ հենց Հեյգայի ինտերնացիոնալի կոնգրեսից 2 տարի անց առավել ինտենսիվ պայքարում էինք Բակունինի եւ նրա անարխիստների դեմ, որոնք մեզ մեղադրում էին Գերմանիայի աշխատանքային շարժման ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար եւ հետեւաբար մենք պետք է սպասեինք, որ մեզնից կպահանջեն պատասխանատվություն նաև ծրագրի գաղտնի հորության համար։ Այս նկատառումները այժմ այլևս գոյություն չունեն, ուստի այս հատվածների անհրաժեշտությունը բացակայում է։ Տպագրության օրենքի պահանջներից ելնելով մի քանի նախադասություններ նշված են միայն տակնիշներով։ Տեղերում, որտեղ ես ստիպված էի ընտրել մեղմ արտահայտություն, այն տեղադրվել է քառակուսային փակագծերում։ Այլապես տեքստը փոխանցվել է բառ առ բառ։ Վոնթոն 1891 թվականի հունվարի 6-ին։ Նշումներ։ Մինչ Գոթայի ծրագրի քննությունը գրելուց առաջ Էնգելսը նամակ է ուղարկել Աքուստ Բեբելին, արտահայտելով Մարքսի եւ Էնգելսի զարմանքը ծրագրի հանդեպ եւ շարունակել քննադատել այն։ Մարքսի նամակը Դեյ Բրաքին Բրունսվիկից Զոնտոն մայիսի 5-րդ
1875 թվականին սիրելի բրակ է։ Երբ կարդաս ներքո հիշյալ քննադատական կողմնակի նշումները միացյալ ծրագրի վերաբերյալ, խնդրում եմ բարեխղճորեն ուղարկել դրանք Քեյբին ու Աուերին, Բեբելին ու Իբկնեխտին ուսումնասիրության համար։ Ես շատ զբաղված եմ եւ ստիպված եմ զգալիորեն գերազանցել այն աշխատանքային սահմանը, որը բժիշկները ինձ սահմանել են։ Հետևաբար դա ընդամենը հաճույք չէր, որ գրել եմ նման երկարաթերթ հաղորդում։ Այնուամենայնիվ անհրաժեշտ էր, որպեսզի այն քայլերը, որոնք ես կկատարեմ հետագայում, չհասկացվեն սխալ մեր կուսակցության այն ընկերի կողմից, որոնց համար նախատեսված է այս հաղորդագրությունը։ Միավորման համագումարը տեղի ունենալուց հետո ես եւ Էնգելսը կպատրաստենք կարճ հայտարարություն, որ մեր դիրքորոշումը ամբողջությամբ հեռու է նշված սկզբունքային ծրագրից եւ որ մենք դրա հետ ոչ մի կապ չունենք։ Սա անպայման անհրաժեշտ է, որովհետև արտաքինում կա կարծիք ամբողջությամբ սխալ, որը վարակի նման տարածվում է եւ հոգատարորեն սնուցվում է կուսակցության թշնամիների կողմից։ Կարծես գաղտնի մենք այստեղ, Բրունսվիկում ուղղորդում ենք Սոյե Այզենախյան կուսակցության շարժումը։ Վերջերս ռուսական մի գրքում Փերությունը արխիա, Բակունինը օրինակ, դեր ինձ դարձնում է պատասխանատու ոչ միայն այդ կուսակցության բոլոր ծրագրերի համար, այլև Վիպկնեխտի յուրաքանչյուր քայլի համար այն պահից սկսած, երբ նա համագործակցել է հողովրդական կուսակցության հետ։ Ստորև նշվածից բացի, իմ պարտքն է չտալ ճանաչում, նույնիսկ դիվանագիտական լռությամբ, այն ինչ իմ կարծիքով լիովին անընդունելի ծրագիր է, որը դեգրադացնում է կուսակցությունը։ Բիշտ շարժման յուրաքանչյուր քայլ ավելի կարևոր է, քան տասնյակ ծրագրերը։ Եթե հետևաբար հնարավոր չէր եւ իրադարձության պայմանները չթույլատրել են, անցնել Այզենախյան ծրագրից առաջ, պարզապես պետք էր կնքել համաձայնագիր գործողությունների համար ընդհանուր թշնամու դեմ։ Սակայն սկզբունքային ծրագիր կազմելով, փոխարենը հետաձգելու այն մինչև երկարատև համատեղ գործունեության պատրաստում, աշխարհին ցույց է տալիս նշաններ, որոնց միջոցով չափում են կուսակցության շարժման մակարդակը։ Հասցալյան առաջնորդները եկել են այն պատճառով, որ պայմաններն ստիպել են նրանց։ Եթե նրանց նախապես ասվեր, որ լինելու է վիճաբանություն սկզբունքների շուրջ, նրանք ստիպված կլինեին բավարարվել միայն գործողությունների ծրագրով կամ կազմակերպչական պլանով ընդհանուր գործողությունների համար։ Փոխարենը թույլատրվում է նրանց գալ մանթատներով, ճանաչվում են այդ մանթատները որպես պարտադիր եւ այդպիսով անպայման հանձնվում նրանց, ովքեր ինքնին օգնության կարիք ունեն։ Ավելին, նրանք հովանավորում են համագումար մինչ համաձայնության համագումարը, իսկ մեր կուսակցությունը հետագայում է անցկացնում իր համագումարը։ Սպիտակ էր, որ ցանկություն կար խանգարել բոլոր քննադատություններին եւ սեփական կուսակցությանը հանգստի եւ մտածելու հնարավորություն։ Գիտենք, որ միավորման փաստը բավարարում է աշխատավորներին, բայց սխալ է մտածել, որ այս կարճաժամկետ հաջողությունը շատ թանկ չի արժեցել։ Մնացածի համար ծրագիրը լավ չէ, նույնիսկ առանձին, կասսալյան հավատամքային հոդվածների սրբագրման պատճառով։ Կարճ ժամանակից կուղարկեմ քեզ հիրանսերեն կապիտալի վերջին մասերը։ Տպագրությունը երկար ժամանակ հետաձգվել է Ֆրանսիայի կառավարության արգելքի պատճառով։ Այն պատրաստ կլինի այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Դու ստացել ես նախորդ 6 մասերը։ Խնդրում եմ ինձ տրամադրել Բեռնարդ Բեկերի հասցեն, ում նույնպես պետք է ուղարկեմ վերջին մասերը։ Volksstati գրախանութը ունի յուրահատուկ վարքագիծ։ Այս պահի դրությամբ օրինակ, ինձ դեռ ոչ մի օրինակ չեն ուղարկել Գյոլնյան կոմունիստական դատավարության վերաբերյալ։ Լավագույն բարեմաղթանքներով, քո Կարլ Մարքս։ Էնգելսից Աուգուստ Բեբելին կվիկա Ուոնտոն 1875 թվականի մարտի 18-ից մինչև 28 սիրելի Բեբել։ Ստացա քո փետրվարի 23-ի նամակը եւ ուրախ եմ լսել, որ առողջականդ լավ է։ Դու հարցնում ես, թե ինչ ենք մենք մտածում միավորման գործի մասին։ Տավոք, մենք գտնվում ենք նույն դրության մեջ, ինչ դու։ Ոչ Վիպկնեխտը եւ ոչ էլ որևէ այլ մարդ մեզ չի տրամադրել որևէ տեղեկություն, եւ այդ պատճառով մենք նույնպես գիտենք միայն այն, ինչ գրված էր թերթերում, բայց թերթերում էլ ոչինչ չկար մինչև մոտ 1 շաբաթ առաջ, երբ հրապարակվեց ծրագրի նախագիծը։ Պետք է ասեմ, դա մեզ քիչ չէր զարմացրեց։
Մեր կուսակցությունը այնքան անգամ իր ձեռքն է մեկնել հաշտեցման համար լասալականներին կամ գոնե առաջարկել համագործակցություն, բայց այդ առաջարկները միշտ նորից ու նորից մերժվել են, այն էլ արհամարհական ձևով, հասենք լևերների, հասելմանների և տոլկեների կողմից, որից հետո նույնիսկ երեխա կարող էր եզրակացնել։ Եթե այս պարոններն այժմ իրենք են գալիս ու հաշտեցում են առաջարկում, ուրեմն նրանք գտնվում են ահավոր դժվար կացության մեջ։ Բայց մենք լավ գիտենք, թե ինչպիսին են այդ մարդիկ, ուստի մեր պարտականությունն է առավելագույնս օգտվել այդ դժվարությունից և պահանջել բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի նրանք չկարողանան մեր կուսակցության հաշվին վերականգնել իրենց խարխլված համբավը բանվոր դասակարգի շրջանում։ Նրանց պետք է ընդունել չափազանց սառն ու զգուշավոր կերպով, իսկ միավորումը կախել նրանից, թե որքանով են նրանք պատրաստ հրաժարվել իրենց սեկտանտական կարգախոսներից ու պետական օգնությունից, և ընդունել իր էությամբ Այզենախի ծրագիրը 1869 թվականին, կամ դրա բարելաված տարբերակը, հարմարեցված մեր ժամանակին։ Մեր կուսակցությունն իսկապես ոչինչ չունի սովորելու լասալականներից տեսական ոլորտում, այսինքն հենց այն հարցում, որտեղ խնդիրը վճռվում է ծրագրով, իսկ լասալականներն անկասկած բան ունեն սովորելու կուսակցությունից։ Միավորման առաջին նախապայմանը պետք է լիներ այն, որ նրանք դադարեն սեկտանտ լինել, դադարեն լասալական լինել, այսինքն առաջին հերթին նրանք պետք է, եթե ոչ ամբողջությամբ հրաժարվեն իրենց համընդհանուր դեղամիջոցից, պետական օգնությունից, ապա գոնե խոստովանեն, որ դա կարող է լինել ընդամենը երկրորդական ժամանակավոր միջոց մյուս շատերի կողքին։ Դրագրի նախագիծը ցույց է տալիս, որ մեր մարդիկ, թեև անverջ գերազանցում են լասալական ղեկավարներին տեսության հարցերում, բայց շատ հեռու են նրանցից քաղաքական խորամանկության մեջ, և կրկին անգամ այդ անմեղ մարդիկ դաժանորեն խաբվեցին անազնիվների կողմից։ Նախ և առաջ նրանք ընդունում են բարձրահունչ, բայց պատմականորեն կեղտ լասալական խոսքը։ Բանվոր դասակարգի նկատմամբ բոլոր մյուս դասերը ընդամենը մի ռեակցիոն զանգված են։ Այս պնդումը ճիշտ է միայն բացառիկ դեպքերում։ Օրինակ, երբ պրոլետարիատը հեղափոխություն է անում, ինչպես Կոմունայի օրինակում, կամ այնպիսի երկրում, որտեղ ոչ միայն բուրժուազիան է ստեղծել պետությունն ու հասարակությունը իր կերպարով, այլև ժողովրդավարական մանր բուրժուազիան նրա հետքերով հասցրել է այդ վերակառուցումը մինչև տրամաբանական ավարտ։